Բարի օր, այսօր օրը առաջարկում սկսել ֆրանսիական խոհանոցից, այդքան բարդ մթերքներ չենք օգտագործելու, չվախենաք, բայց պատրաստել ենք ֆրանսիական կերակուր։ Bonjour Paris։ Ասեմ ինչ է հարկավոր այն պատրաստելու համար։ Հավի բդիկներ, կարակ, սունկ ագարիկոն, կանաչ սոխ, կիտրոն, սպիտակ գինի, եգիպտացորենի օսլա, կաթի սերուցք, շաքարավազք, կոնյակ, խաշած կարտոֆիլ, աղացած կարմիսե պղպեղներ, աղ և ձիթայուղ։ Այդպես։ Մշակում ենք հավի բդիկները։ Ինչ ենք անում նրանց հետ, ասեմ դաժան բան ենք անելու, այսպես վերցնում ենք, դնում ենք բդիկները, լավ լվանում ենք իհարկե դրանից առաջ, ծածկում ենք անձեռոցիկով և ծանր տապակով հարվածում։ Խնդրեմ։ Նույնա։ Վատ չի։ Սա քեզ։ Տապակը հայտնվում է գազօջախին։ Կարակ։ Մոտ 50 գրամ։ Ձիթայուղ, մոտ 2 ճաշի գթալ, դու հաշվում ես։ Լավ է։ 2 ճաշի գթալ, ահա այսպես, այսպես լավ։ Անցանք։ Ոչ։ Համեմում ենք բդիկները, աղով և պղպեղներով, լավ հրորում ենք, հանգիստ, հանգիստ, տեղադրում ենք հոտքերը և շատ արագ փակում։ Գրակը իհարկե շատ թույլ ենք անում։ Մի կողմից կկարմրիկ, շրջենք մյուս կողմը։ Շարունակենք։ Կաթսան դնում ենք գազօջախի մյուս աչքին։ Այստեղ էլ 50 գրամ կարակ և 2 ճաշի գթալ ձիթայուղ։ Եթե սունկը փոքր լիներ, մենք թողնենք առանց կտրելու։ Քանի որ սունկը մեծ է, կարելի ուղղակի կիսել 4 մասի։ Խաղում ենք կիտրոնը, սա էլ ստում ենք սնկի վրա։
թույլ կրակի վրա թողնում ենք ջերմային մշակման ենթարկվել ծածկելով իհարկե կափարի չի մի փոքր սեղանը կարգի բերենք որից հետո շարունակենք հանգիստ շրջում ենք տես ինչ կեղև է կապել տեսնում ես Այո, հրաշալի կեղև է կապել շատ իրուն կեղև է։ շատ Մոլեստիրի Էն ինչ գեղեցիկ կեղև է կապել թողնում ենք մյուս կողմն էլ կեղև կապին սունկը տես հյութը դուրս է գցել ինչ ենք անում վերցնում ենք կաթի սերուցքը սրան ավելացնում ենք եգիպտացորենի ալյուրը ավելացնում ենք օսլան եգիպտացորենի սունկը քամում ենք երբ հաջուրը մեզ հետո պետք է քամված սունկը վերադարձնում ենք ետ կաթսայի մեջ ահա տեսեք տես հյութը տեսնում ես և սրտի վրա լցնում ենք եգիպտացորենի օսլան բացված կաթի սերուցքով մի փոքր աղ և պղպեղ Եփվի շերտատում ենք կանաչ սոխի սպիտակ մասերը կարող է մի փոքր էլ կանաչ մասից լինի ոչինչ Հավի կտորները հարկավոր է հանել հանգիստ Այս յուղի մեջ տապակում ենք սոխը թող տապակվի ավելացնում ենք սպիտակ գինի շաքարավազ սնկի արգանակը
Համեմում ենք աղու պղպեղով։ Երկու պղպեղներով։ Մի փոքր, շատ քիչ։ Քանի որ հավը արդեն հանում ենք, սոսը շատ քիչ ավելացնենք։ Եվ մասնատում ենք հավի բդիկները։ Ստացված սոուսը լցնում ենք սնկի վրա։ Տապակի մեջ գցում ենք մի կտոր կարագ, մի փոքր ձիթայող, շատ քիչ, 2 կաթիլ։ Եվ վերադարձնում ետ հավի կտորները։ Գրակը կհանգի, որից հետո կավելացնենք վրան սունկը իր սոուսով։ Երկու րոպե, թող եփվի։ Վերցնում ենք մատուցվող ափսեն։ Կտրատում կարտոֆիլը, նախապես խաշած։ Եվ տեսնենք, թե ինչ ստացվեց։ Այսպես, այսպես, այսպես։ Հրաշալի բույրան է։ Սոուսը կլցնենք կարտոֆիլի վրա։ Եվ կանաչ սոխի կանաչ մասերով ձևավորում։ Ոչ, կարելի է մատուցել։ Սնկով և սերուցքով հավ։ Հավի բուդ 2 հատ, սունկ ագարիկոն շամպինյոնն է դա 500 գրամ, կարակ 40 գրամ, ձիթայուղ,
կիտրոնի հյութ 2 թեյի գդալ, կանաչ սոխ 2-3 հատ, սերուցք 200 մլ, եգիպտացորենի օսլա կես ճաշի գդալ, եթե չունեք կարելի է փոխարինել կարտոֆիլի օսլայով, սպիտակ գինի 1/3 բաժակ, շաքարավազ 1/4 թեյի գդալ, կոնյակ 50 մլ և նախապես խաշած կարտոֆիլ 3 հատ, ինչպես և աղ ու պղպեղներ։ Պատրաստման եղանակը. հավի կտորներին աղ պղպեղներ անել, լավ տրորել, դրանից հետո ծանր տապակով մի քանի հարված հասցնել, որպեսզի դրանք տափակեն։ Տապակի մեջ 20 գրամ կարագ հալեցնել, 1-2 ճաշի գդալ, ձիթայուղ լցնել, հավի կտորները միջին կրակով տապակել։ Սնկերը կարելի է մի քանի մասի կտրել, մենք կտրել ենք 4 մասի։ Կարելի է թողնել ամբողջական, եթե դրանք մանր են։ Կացայի մեջ 20 գրամ կարագ դնել, մի քիչ, ձիթայուղ ավելացնել, կիտրոնի հյութ լցնել, կացայի մեջ լցնել կտրտած սունկը մի քիչ, շատ քիչ աղ անել, կացայի կափարիչը փակել և մարմանդ կրակին եփել մոտ 8 րոպե։ Հավի կտորները շրջել, տապակել նաև մյուս կողմից։ Հարկավոր է կրակն իջեցնել, կափարիչ դնել և թողնել դրանք եփվեն։ Սերուցքն ու օսլան միասին լավ հարել։ Սնկի դուրս գցած հյութը դատարկել թասի մեջ։ Սնկերին ավելացնել սերուցքի և օսլայի խառնուրդը, համեմել, եփել 2 րոպե։ Հավի պատրաստի կտորները տեղափոխել տախտակի վրա, նույն յուղով 1 րոպե տապակել կտրտած կանաչ սոխը, ապա լցնել սպիտակ գինին։ Սնկի տապակելուց մնացած հյութը եռացնել մինչև սոուսը իր մեջ լուծի տապակի պատերին մնացած մսահյութը, մսակտորները, ապա ավելացնել սերուցքով սունկը, մի քանի կաթիլ կիտրոնի հյութը ավելացնել, 2 պտղունց շաքարավազ լցնել, եփել 2-3 րոպե։ Տապակը դնել կրակին, մեջը կարագի կտոր դնել, թողնել այն հալվի, դասավորել հավի կտորները։ Հենց թշշոց լսվի, հավի կտորներին կոնյակ լցնել, կրակ տալ, սպասել մինչև կրակը մարի, ապա ավելացնել սերուցքի սոուսով սունկը, կրակը հնարավորինս իջեցնել, թողնել ուտեստը 5 րոպե տաքանա, մատուցել խաշած կարտոֆիլի հետ։ Եվ վերջում միասին կպատրաստենք խալ։ Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է սպանախ, ընկույզ, մաղադանոս, համեմ, սխտոր, քացախ, նուր, աղացած կանաչ պղպեղ և աղ։ Կացայի մեջ ջուր ենք եռացնում, մի փոքր աղ գցում, և խաշում սպանախը։ Թող խաշվի։ Իսկ մենք մաքրենք նուռը։ Նուռ մաքրելու հեշտ տարբերակ։ Կտրում ենք վերևի մասից։ Տեսեք, ունի պատեր, պատերից այսպես կտրվածք ենք անում և այսպեսի միջնապատից վերցնում և կտրում ենք, որից հետո հեշտությամբ բացում։ Գիտես ինչ, արի սենց անենք, դու նուռը շարունակի մաքրել, իսկ ես շարունակեմ։ Տեսնենք ինչ է կատարվում։ Ահա, սպանախը արդեն բավականաչափ խաշվել է, հարկավոր է քամել։ Վրան լցնում ենք սառը ջուր։ Սելքանում ենք։ Վերցնում ենք հարիչի ամանը։ Լցնում ենք ընկույզը։ Մաղադանոսը և համը կարելի է փոքր
թռել սխտորը։ Քանված սպանախը։ Համեմ ենք աղով և պղպեղով։ Քացախ։ Ի փոքրել կարելի է եփաջրից շատ քիչ։ Կարելի է չքամել ուղղակի։ Եվ հարում ենք։ Իսկ դու նուռը մաքրի։ Լավ է։ Վերջ։ Մնաց ձևավորել, եթե նուռը մաքրել ես, արի տեսնենք, թե ինչ ենք անում։ Արի տեսնենք, թե ինչ ենք անում։ Արի տեսնենք։ Եկա։ Արի։ Սրանով, թե սրանով։ Սրանով, թե սրանով։ Սրանով։ Մաքրեցի քչացավ։ Իսկ գեղևները պայեցիր։ Գերևը, այո։ Գեղեղներ հա արկավ չորացնել, հետո թուր մենք պատրաստում ենք։ Լավ է։ Շատ օգտակար է։ Ստամոքսի համար ուղղակի անփոխարինելի։ Այս ինչ գեղեցիկ գույն է։ Իսկ կարող ես ասել, թե ինչպես ստացանք այս գույնը։ Մի կերպ ստացանք։ Սպանախը ջուրը եռալուց հետո, Այո։ չէ՞, 8 վայրկյան։ Արծե ջուրը։ Այո, գույնը պահպանում եմ, ահա, եւ տես ինչ Բայց գեղեցկություն։ ընկույզը կորավ, Տես ինչ գեղեցկություն։ ծխտորը կորավ, ընկույզը կորավ, կանաչեղենը կորավ։ Տենց մնաց էս ոչ։ Զարդարիր։ Նռան հատիկներով։ Ինչև ես սա Կորավ, ամեն ինչ կորավ։ Վերջ, կարելի է մատուցել։ Վերջ, ինչ գեղեցկություն։ Կանաչ փխալի, սպանախ 2 կապ, ընկույզ կես բաժակ, համեմ 1/4 կապ, մաղադանոց նույնքան, սխտոր 1-2 պճեղ, աղ կարմիր պղպեղ, քացախ 1 թեյի գթալ և նուռ զարդարելու համար։ Պատրաստման եղանակը. կաթսայի մեջ շատ քիչ ջուր եռացնել, աղ անել, սպանախը գցել մեջը, եփել 1-2 րոպե։ Դրանից հետո այն հարկավոր է ջրքամել, ողողել սառը ջրով, թողնել վերջնականապես ջրքամվի և սառչի։ Ընկույզը, համեմը, սխտորն ու կարմիր պղպեղը միասին լավ մանրացնել, տրորել, ավելացնել նաև կտրտած մաղադանոսը, համեմել աղ ու քացախով։ Այս զանգվածը կարելի է դանակով լավ ծեծել, կարելի է նաև գործիքով, սպանախը ավելացնելուց հետո վերածել խյուսի։ Խյուսը լցնել մատուցվող ափսեի մեջ, ձևավորել նռան հատիկներով։ Սա չվերցրեցիր, վերցրում անուշարան։ Իսկ ես հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ ինչ է հարկավոր հաջորդ անգամ ձեռքի տակ ունենալ։
Տավարի աղացած միս, պանիր, ձիթայուղ, կարակ, սոխ, սխտոր, ձու, աջիկա, լոլիկի մածուկ, նուշ, բուսայուղ, ալյուր եւ բարձր տրամադրություն։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։ Շատ բարձր տրամադրություն։